երկար տարիներ իմ մեջ պահել եմ այդ իմ ապրումները ու մտածմունքները ու իմ անհանգստությունը նրա մասին, որ ես ոնց որ չեմ մի մասը չեմ այս հասարակության։ Էստոնիայում էի բնակվում 1 տարի, իմ coming out-ի, եթե կարելի այդպես ասել, պատմությունը իրականում սկսվել է հենց Էստոնիայի տեղափոխվելուց ու առաջի քայլը ինքս ինձ coming out լինելն էր, իրական շատ բարդ էր, երբ որ վերադարձա Հայաստան, որովհետև արդեն իմ համար հարցեր էր, արդյոք ես ուզում եմ պատմել դրա մասին իմ ընկերներին, թե չէ, արդյոք ուզում եմ ինչ-որ ընկերներ մնան իմ կյանքում, շարունակեն մնալ, թե չէ, ու բնականաբար որոշ մասը, ես նույնիսկ ասեի մեծ մասը էլ չկան, հիմնական անհանգստությունը, որը որ ինձ թվում է ես երբեք տենց մինչև վերջ չեմ հաղթարի, դա ծնողներին ասելն է, որովհետև չնայած նրան իմ ծնողները ի համեմատություն շատերի շատ լիբերալ են, բայց ամեն դեպքում, երբ որ գնում ես եւ աշխատանքից ես խոսում կամ ինչ-որ թեմաներից ես խոսում ու օրինակ ծնողները ասում են, հա, դե այդ մարդիկ կան, բայց մեզանից հեռու են ապրում, ինչ լավ է, որ մեզանից հեռու են ապրում, թող լինեն, թող ապրեն, թող իրենց կյանք ունենան, բայց ինչքան ինձնից հեռու լինեն, այնքան ավելի լավ, ու դու ու ես այնտեղ եմ, էլի։ Սենց մի հատ տարածված կարծիք կա, որ բոլորը իրավունք ունեն ապրելու, իրենց ընտրությունն է, բոլորի ընտրությունն է, մարդիկ իրավունք ունեն ընտրելու իրենց կյանքը, ապրելու, հա, ու թող գնան հանգիստ ապրեն, մեզ չկպնեն, ինձ չի վերաբերվում, ես ոչ մի բան ոչ չեմ անելու ուրեմն, բայց դա շատ վնասակար նաև մտածելակերպ է, որովհետև սեռականություն բնականաբար հնարավոր չի ընտրել, բացի դրանից, եթե դու ուզում ես, որ քեզնից հեռու մարդիկ ապրեն, ուրեմն դու առանձնացնում ես մարդկանց։ Մարդիկ կարիք ունեն տարածք ունենալու, որտեղ որ կխոսեն սեռականության մասին, որտեղ որ կխոսեն ԼԳԲՏ մարդկանց մասին, ովքեր են ԼԳԲՏ մարդիկ, որտեղ են, ինչ են անում, ինչ են շնչում, ինչ են ուտում, ինչ են հագնում, ինչ են սիրում, ինչ հետաքրքրություններ ունեն։ ԼԳԲՏ-ն դա ինչ-որ երևույթ չի, դա լեսբի, գեյ, բիսեքսուալ եւ տրանս ու պլյուս անձիկ են, մարդիկ են, ամեն մի տարի տակ մարդիկ են թաքնված, ովքեր նույն հոգսեր ունեն, նույն կյանք ունեն, կարող է նույնիսկ նույն, ինչ ասեմ, շամպունն են օգտագործում, ինչ որ դու ես օգտագործում։